Շաքարային դիաբետի պատճառով օրգանիզմում առաջացած ֆունկցիոնալ խանգարումն այն աստիճանի չէ, որ հանգեցնի հաշմանդամության կամ կենսագործունեության որևէ սահմանափակման։ Միասնական սոցիալական ծառայությունն այս հիմնավորմամբ մերժել է մանկական դիաբետ ունեցող մի շարք քաղաքացիների հաշմանդամության կարգ սահմանելու դիմումները։ Կառույցի պաշտոնյան պարզաբանում է, չկա իրավական այնպիսի դրույթ, որը հստակորեն սահմանում է, թե հիվանդության առկայության դեպքում պետք է անձին մեխանիկորեն հաշմանդամության կարգ տալ։ Օրենքի փոփոխության արդյունքում մենք ունենք հստակ հաշմանդամության սահմանում։ Եթե կա որևէ խնդիր, որը բերել է ֆիզիկական, հոգեկան, զգայական խանգարման, այդ դեպքում քննարկվում է հաշմանդամության սահմանման հարցը։ Ունենք 132 հաշմանդամություն ունեցող երեխա եւ մեծահասակ, այսինքն այն միտքը շաքարային դիաբետով, առաջի տիպով, այսինքն այն միտքը, որ հաշմանդամություն չի սահմանվում առաջի տիպի շաքարային դիաբետ ունեցողներին, դա իրականությանը չի համապատասխանում։ Միասնական սոցիալականի պաշտոնյային տեղում են հակադարձում, կոնկրետ օրինակներ բերում։ Հիվանդության բարդացումն ունեցողներն էլ են մերժման պատասխան, լավագույն դեպքում էլ 20%-ի գնահատական ստացել։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչը նաև ընդգծում է, անգամ կան դեպքեր, երբ նույն օրենքի փոփոխությունից հետո միևնույն էպիկրիզով մի տարի կարգ սահմանվել է, մյուս տարի ոչ։ Բոլորս գիտենք, որ տիպ 1 շաքարային դիաբետը դա այն հիվանդությունն է, որ քրոնիկ է, ենթաստամոքսային գեղձը վերականգնման ենթակա չէ, եւ եթե ընթացքը չհսկվի եւ տվյալ պացիենտը բուժառուն չունենա արտոնություններ, անվճար բուժ սպասարկման, բուժ պարագաների մասով եւ մնացած այլ արտոնությունները, որը սահմանվում է հաշմանդամության, մենք շատ շուտ կունենանք բարդություններ։ Շատ շուտ կունենանք բարդություններ, ինչը բուժելը պետության համար շատ ավելի թանկ է, քան կանխարգելելը։ Ես համամիտ եմ ու ողջունում եմ այն գաղափարը, որ պետք է արտոնությունները, ծառայությունները այնպիսի ծավալով մատուցվի, առաջի ոչ միայն շաքարային դիաբետ ունեցող անձանց, ընդհանրապես որևէ հիվանդություն ունեցող անձի ծառայությունները պետք է այնքան մեծ ծավալի եւ ճիշտ կազմակերպի, որպեսզի անձը հաշմանդամություն ունեցող անձ չդիտարկվի հետագայում։ Այսինքն մենք խոսում ենք բժշկական կանխարգելման մասին, որը որ միասնական սոցիալական ծառայության գործառույթ չի։ Դատարաններում ի դեպ 2023 թվականից սկսած միասնական սոցիալականի 10 որոշում է վիճարկվել։ 5 հայց մերժվել է, եւս 4-ի դեպքում հայցվորները շահել են, սակայն ծառայությունը վճռաբեկ է հասել։ Մեկն էլ ընթացքի մեջ է դեռ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։